մենք այսօր գետնի վրա իրականում ապրող մարդկանց համար առանց խնդիրներ ստեղծելու լուծենք բոլոր խնդիրները, որ երկու երկրների խորհրդային միությունում արկա տարածքները ճշգրիտ ֆիքսվեն եւ դրանով մենք հարատև այդ թեման փակենք, որպեսզի ապագայ սերունդը այլևս պիտի չվերադառնա որևէ բլուրի, որևէ տարածքի, որևէ եռանկյունու համար կռվի թեմային։ Այսօր է պետք լուծել այդ հարցը, այդ պատմական հնարավորությունը եւ ես իմ վրա վերցրել եմ այդ պատասխանատվությունը, հասկանալով թե դա ինչքան դժվար է, բայց ես վերցրել եմ այդ պատասխանատվությունը, որ այս սերունդը այս նոր կետի վրա կներեք արտադրությունը տեղապտույտի մեջ չհայտնվի։ Մենք 30 տարի անընդհատ նույն կետով պտտվել ենք։ Մենք մեզ անդադ հույս ենք տվել, թե չգիտեմ, ես առնելու, այդ ամեն ինչը եղել են սին հույսեր։ Եվ ես 2024 թվին կայացրել եմ սկզբունքային որոշում, որ Ղարաբաղի շարժումը մենք պետքա չշարունակենք։ Եվ այդ որոշման արդյունքում է, որ արդեն 2 տարի Հայաստանի սահմանին մենք ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ 0 զոհ, 0 վիրավոր։ Բայց եկեք պատկերացնենք նաև, ենթադրենք մենք շարունակում ենք Ղարաբաղի հարցը։ Ինչ է լինելու, կամ ինչ է լինելու։ Լինելու են մեծ ու փոքր պատերազմներ, մեծ կամ փոքր պատերազմներ, ամեն տարի զոհեր եւ վիրավորներ եւ դատարկվող սահմանամերձ գյուղեր։ Բերթավան համայնքում եմ այսօր, կողբ համայնքում 1000-ից ավել տուն կա, 1500, ասում եմ 1991 թվականից մինչև 2022 թվականը քանի տուն է կառուցվել կողբում։ Ասում են դե երևի 2-3, 2022 թվականից հետո քանի տուն է կառուցվում։ 300 տունա կամ 300 տան քվոտա ունի կարճ ասած կողբ գյուղը 16 միլիոնի ծրագրով։ Եվ մարդիկ իմիջայլը ձեզ մի բան ասեմ, նույն ոսկեպարում 22 թվի այս սահմանազատումից առաջ մի քանի հոգի էր, որ 16 միլիոնի դրամով ծրագիր էր վերցրել։ Բայց սահմանազատումից հետո էապես փոխվեց, որովհետև մարդիկ հասկացան, որ ոչ խնդիրը մենակ տունը կառուցելը չի, խնդիրը տանը ապրելն է, որովհետև ոչ մեկ չի կառուցի տուն, եթե վստահ չի, որ այդտեղ ապրելու է։ Այսօր կողբի ժողովուրդը վստահ է, որ ապրելու է կողբում։ Դրանից 2022-ից առաջ, մի րոպե, 2022 եւ պետությունն է վստահ։ Եվ դրա վկայությունը 300 կառուցվող տունն է Բերթավանում եւ կողբում։ Բայց այսօր մարդիկ գնում են մտնում են կողբ եւ Բերթավան, նոյեմբերյան, ասում են Թուրքիա համար եք սարքում։ Որտեղ եք դուք տենում այդ տների սեփականատերերի մեջ։ Ում են նրանք նայում եւ չեն տեսնում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Այն մարդիկ, ում համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը պատահականության բերում է, բարձրորդ մարդիկ Հայաստանի քաղաքացուն չեն տեսնում։ Բայց այսօր մեր ռազմավարությունը հետևյալն այլի եմ ասում, ենթադրենք մենք Ղարաբաղի շարժումը շարունակում ենք, ընդ որում այո ես եմ ասում դա, մի մարդ որ այո ես եմ ասել, որ Արցախը Հայաստանը եւ վերջ, ինչ եմ ասել, որովհետեւ նվիրված եմ եղել այդ գաղափարին, անմնացորդ, Հայաստանի ղեկավարներից որի երեխենա տղենա ծառայել Ղարաբաղում, որի տղենա ծառայել Ղարաբաղում, Ղարաբաղցիների տղերքը Ղարաբաղում չեն ծառայել, Ղարաբաղցիների տղերքը Ղարաբաղում չեն ծառայել։ Այո, ես նվիրված եմ եղել այդ գաղափարին։ Ես վերջերս Երևանում այդ պատմությունը հիշեցի։ Մենք ընկերներով բանի կարծեմ նոյեմբերյանի սարն էլ այնտեղ։ Ուրա Հայկը։ Ղալումյանը ուրա։ Կարծեմ նոյեմբերյանի սարը Կիրանցի սարին մոտիկա, Կիրանցի սարը, այն բանից են կողմ, մոտիկա չէ, այնտեղ թավ անտառ կա։ Մի օր ընկերներով որոշեցինք, ասենք պետք է գնանք այդ անտառը սենց տանք զբոսնելու համար, տանք անցնենք։ Վերջը արդեն ինչքան ենք, մեծ տղերք ենք, 16-17 տարեկան, ահագին մեծ ենք։
Մտանք այդ անտառը, քայլում ենք, դե քայլում ենք, ասում ենք անտառը, մենք ասել ենք գնում ենք անտառում բան անելու, զբոսնելու։ Մենք այդ անտառը սկսում ենք մտնել, իջևան անտառ շատ կա, մենք անտառը մեզ անծանոթ չի, բայց այդ թավության անտառ չենք տեսել, մտել ենք անտառը, քայլում ենք այդ օրը ցերեկ առավոտը, դնում ենք սկսում ենք մտնել, այսինքն դնում ենք այդ բանի խոտը, բանի այդ լիանաները եւ այլն, դնում ենք կամած սկսում է բարձրանալ, դնում ենք մեծանում է, դնում ենք մթնում է, դնում ենք դարավ մարդաբոյ, դնում ենք մարդաբոյից մեծացավ, բայց տղենք ենք իրար ասել ենք պետք է գնանք այս անտառով պետք է մտնենք այն միծերով, իբր տեղ ենք գնում, անտառի այն միծերն է, պետք է գնանք, բայց քանի գնում ենք զգում ենք որ այս անտառը կենթանիների հետքեր են երևում, արդեն գրմռոցներ են երևում, բան են անում, բայց դե տղենք ենք, իրար ասել ենք որ պետք է ստեյց մտնենք, ընդեից անցնենք, բայց ակնհայտ է, որ անիմաստ է, ոչ խելացի բան ենք ասում, բայց առավոտ պայմանավորվել ենք, որ գնում ենք անցնելու, մեկ էլ X պահի մեկը ասեց հոպ տղեկ, հետ պետք է դառնանք, ու երկար ժամանակ ոչ մեկ դա չէր ասում, որովհետև մտածում էր, որ այս տղեկ կմտածեն, որ ինքը վախկոտ է, բայց երբ որ այդ մեկը ասեց հետ պետք է դառնանք, բոլորի ուսերից ոնց որ քար ընկավ, որովհետև դու երբ որ գնում ես հասկանում ես, որ քո դրած խնդիրը սխալ է, պետք է ուժ ունենաս ասելու, որ խնդիրը դրված սխալ է, եւ հետ դառնաս, ես դա արել եմ վերցնելով իր վրա այդ պատասխանատվությունը, որովհետև հասկացել եմ, որ այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանում, Եվս 30 տարի Հայաստանը առնակամ առնելու եւ արդյունքում մենք պետությունը կորցնելու ենք, ինչպես տասնամյակներ դարերում տասնյակ անգամներ մեզ այդ տեղի ունեցել։ Այսօր մենք այդ ճանապարհը վերանայել ենք եւ մեր պետության առաջ բացել ենք անձայրացիր հեռանկարներ։ Այսօր Հայաստանը կոնֆլիկտի փակ ուղուց վերածվում խաղաղության խաչմերուկի։ Ընդամենը օրեր առաջ Միացյալ Նահանգների հետ թրիփ նախագծի իրագործման համաձայնագիրը նախաստորագրեցինք։ Եվ այնտեղ արձանագրվեց ամենակարևոր բանը 5 տարի մեզ ասում են, որ մենք միջանցք ենք տալիս, ստորագրվեց, հրապարակվեց թուղթը, արձանագրվեց, որ թրիփ նախագիծը իրագործվելու է Հայաստանի ինքնիշխանության տարածքային ամբողջականության իրավազորության շրջանակում։ Այս նախադասությունն էլ հերիք չէր, մի հատ էլ ուրիշ նախադասություն մտավ, որ թրիփ նախագծի իրագործման բոլոր գոտիների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիարժեք ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն։ Ով պետք է պատասխան պահանջի այն մարդկանցից, ովքեր ասում են, թե մենք միջանցք ենք խոստացել, միջանցք ենք տալու։ Այդ մարդկանցից դուք պետք է պատասխան պահանջենք, որովհետև եթե մենք այդ ճնշումներին տրվեինք, այսօր մենք ունենալու ենք Սյունիքի մարզը օտարված Հայաստանի Հանրապետությունից։ Մեղրին տվողները մեզ մեղադրում էին Սյունիքը տալու մտադրության մեջ։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած թիմը, որ այս պատերազմի եռագլուխ կուսակցությունն է, հրապարակված է, գնացեք նայեք Մեղրի հանձնման տարբերակը, Ղարաբաղ ասելով Հայաստանի կեսն էին դրել սակարկության մեջ։ Եվ ես առերեսվել եմ այն փաստին, որ Ղարաբաղը ընդամենը դրված է որպես գայթակղություն Հայաստանը կորցնելու համար։ Այդ ոչ մի տեղ չտանող ճանապարհից, այո, ես Հայաստանը դուրս եմ բերել եւ պատերազմի փակուղուց Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ, եւ սա իմ ամենամեծ ձեռքբերումն է։ Այդ մարդիկ չէին, որ ասում են ոսկեպարի եկեղեցին տալիս են թուրքերին։ Այդ մարդիկ չէին, որ ասում են Իրանցը տալիս են թուրքերին։ Այդ մարդիկ չէին, որ ասում են ոսկեպարի կեսը անցնում է Ադրբեջանին։ Հիմա ոսկեպարը սահմանը գծած է, գնացեք նայեք, ինչ է ադրբեջանցիներին տրվել։ Խորհրդային Հայաստանով ֆիքսված ոսկեպարի մի միլիմետր հող, սիրելի նոյեմբերանցիներ, Ադրբեջանին տրվել է, մի միլիմետր հող Ադրբեջանին տրվել է։ Կա տենց բան։
ասում են Բաղանիսը տալիս են, Բաղանիսի հողերը տալիս են, Բաղանիսի հողերից մի միլիմետր ադրբեջանցիներին տրվել է սկզբից, Բաղանիսի մեր սիրելի ժողովուրդը կանգնել էր, բողոքում էր, վերջում արդեն ինձ ասում են, բախի ես հատվածներ չեք մտցրել, բախի այդ հատվածներ չեմ, հիմա առաջիկայում կմտցնենք, հիմա էլի գալու են ասեն, որ թուրքերի համար են անում, ասում են տները թուրքերի համար են սարքում, Երևանում, Հանրապետությունում 57,000 ընտանիք 2018 թվականից այս կողմ Հայաստանում տարբեր ծրագրերով 57,000 ընտանիք դարձել է տանտեր Հայաստանի պետական բյուջեից մենք տարբեր ծրագրերով $1 միլիարդ աջակցություն ենք տվել, որ մարդիկ տուն ունենան, ասում են թուրքերի համար են սարքում այդ տունը։ Տավուշի մարզում Էսպանիան 16 միլիոն ծրագրով 1931 հատ տուն է սարքվում սահմանամերձ գյուղերում, այդ թվում Բերթավանում, Կողբում, Ոսկեպարում եւ Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերում։ Եվ մարդիկ նայում են այդ ամեն ինչին։ Եվ ասում եմ Սաֆարյան Բերթավանում պատվեց Սաֆարյան ազգանունով տներ սարքող կա, ասում եմ այդ մարդիկ, քանի որ հայերենի տառերի կեսը չգիտեն, Սաֆարյան գրածը առաջ երկուսը մի կերպ կարդում են, շարունակությունը չեն կարում կարդան, մոտավորապես են ասում։ Էս է խնդիրը։ Այդ մարդիկ հանդես են գալիս իբր Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության դիրքերից։ Ես այդ մարդկանց ասում եմ, Գալուգացու օլիգարխի, բանին, Քոչարյան Ռոբերտին, Մեկե Ծառուկյան Գագիկին։ Ասում եմ մտեք ուղիղ եթե Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցու արժեքները պաշտպանողներ, մտեք ուղիղ եթե առանց կողմնակի օգնության, ասեք Աստվածաշունչը նոր կտակարանը ու ավետարանը իրարից ինչով է տարբերվում։ Մտեք ուղիղ եթե ով է հավատում, որ իրանցից որևէ մեկը կարա ասի Աստվածաշունչը նոր կտակարանը ավետարանը իրարից ինչով է տարբերվում։ Այդ մարդիկ այսօր հանդես են գալիս, ասում են մենք արժեքներն ենք պաշտպանում։ Դուք ինչ արժեք ունեք։ Այսօր այդ մարդիկ եկել են ասում են, ես ինչ քարտեզ է կպցրել։ Փոխանակ ծովից ծով Հայաստանի քարտեզը կպցրի։ Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում, ժողովուրդ, ձեզանից ով Եվրոպայում կամ չգիտեմ Էմիրություններում կամ Ամերիկայում տուն ունի։ Դուք տուն ունեք։ Հա, դուք մի հոգի Իսպանիայում, մի հոգի Իսպանիայում տուն ունի։ Ես ուշադրություն եմ հրավիրում, որ նրանք ովքեր ծովից ծով Հայաստանում են, Հայաստանի մասին են խոսում, ասում են ես քարտեզը հանի ծովից ծով Հայաստանի քարտեզը կպցրու։ Նրանք բոլորը Եվրոպայում, Ամերիկայում, ուրիշ տեղեր լիքը տներ ունեն։ Եվ իրանք գիտեն, որ այս Հայաստանում իրանք Հայաստանից հեռանալու հնարավորության մասին երազելու են ու չեն կարալու Հայաստանից փախնելու մասին երազելու են ու չեն կարալու փախնեն։ Եվ այդ իրանց տները ծախվելու են եւ պետական բյուջե են գալու մտնելու։ Այդ դրա համար են մեզ մղում ծովից ծով Հայաստան։